իրադարձություններին մասնակցում են հանձնաժողովի բոլոր անդամները, նիստն իրավազոր է, ներկայացնեմ նիստի օրակարգի նախագիծը։ Այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված են երկու հարց։ Առաջին, Առաքելության կուսակցության կողմից Երևանի ավականու ընտրություններում ընտրական ցուցակ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերի քննարկման մասին հարցն է, եւ երկրորդ, Գեղարքունիքի Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում 2013 թվականի մայիսի 5 եւ մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընտրելու մասին հարցն է։ Դրանք են օրակարգում ընդգրկված հարցերը, ինչ առաջարկություններ կան ներկայացված օրակարգի նախագծի վերաբերյալ։ Առաջարկություն է եղել հաստատել օրակարգի նախագիծը, քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի մարտի 27-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին հարցը։ Քվեարկություն կողմ, դեմ, կողմ 7, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Առաջին հարցով մեզ մոտ զեկուցող պարոն Սմբատյանն է, խնդրեմ պարոն Սմբատյան, ներկայացրեք հարցը։ Շնորհակալություն։ 2013 թվականի մայիսի 15-ի Երևանի ավականու ընտրություններում ընտրական ցուցակ ներկայացրած 7 կուսակցությունների, իսկ ավելի ճիշտ 6 կուսակցությունների եւ 1 դաշինքի թվում հանդիսանում է նաեւ ցուցակ ներկայացրած Առաքելություն կուսակցությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է բոլոր փաթեթները եւ քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաթեթների ուսումնասիրության ընթացքում եթե հայտնաբերում է խնդիրներ, ապա այդ խնդիրների մասին տեղյակ է պահում համապատասխան կուսակցությանը կամ դաշինքին, բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին տեղյակ է պահվել, եթե առկան եղել խնդիրներ եւ թերությունները վերացվել են, որովհետեւ դրանք արագ վերացվելի թերություններ են եղել։ Բացառության մեկ դեպքի, երբ Առաքելություն կուսակցության կողմից ընտրական գրավի անդորրագիրը չի ներկայացվել եւ այս պարագայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքի 155-րդ հոդվածով սահմանված կարգով պարտավոր է որոշում ընդունել եւ կուսակցությանը տալ 40 ժամ ժամանակ, որպեսզի թերի փաստաթուղթը լրացնի։ Որոշման նախագիծը վերաբերվում է սրան, որոշման նախագծի անվանումն է հենց Առաքելություն կուսակցության կողմից Երևանի ավականու ընտրություններում ընտրական ցուցակ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին։ Որոշման նախագծում ներառված է այն նորմը, որը որ պահանջում է 3000 պատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիր ներկայացնել նվազագույն աշխատավարձի եւ ներառված է որոշման նախագծում այն նորմը, որով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է նախ 48 ժամ տրամադրել խնդիրը լուծելու, այսինքն թերի փաստաթուղթը լրացնելու, այնուհետեւ նոր կունենա իրավասություն գրանցումը մերժելու համար։ Ընթերցում եմ որոշման նախագծի եզրափակիչ մասը։ Առաքելություն կուսակցությանը տալ 48 ժամ ժամանակ Երևանի ավականու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունների ընտրական ցուցակ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար, այն է լրացնել կից ներկայացված փաստաթղթերի նվազագույն աշխատավարձի 3000 պատիկի չափով ընտրական գրավի վճարման անդորրագրով։ Նշված ժամկետը լրանում է 2013 թվականի մարտի 29-ին ժամը 14:00-ին։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում նիստում հրապարակվելուց հետո հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրելու պահից։ Սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգամ սույն նիստի ժամն է հատուկ ընտրել, որպեսզի Առաքելություն կուսակցությունը ունենա ըստեյության 3 աշխատանքային օր այդ գործառույթը կատարելու, քանի որ այսօր դեռ աշխատում են բանկերը, հնարավոր է դա իրականացնել, վաղը ամբողջ օր աշխատանքային օր է եւ մյուսօր մինչեւ ժամը 14:00։ Սա է որոշման նախագիծը, եթե կան հարցեր, խնդրեմ։ Որոշման նախագիծը ներկայացվեց, հարցեր զեկուցողին։ Մենք նաեւ նիստին հրավիրել էինք Առաքելություն կուսակցության լիազոր ներկայացին, ներկայացել է, դուք լսեցիք որոշման նախագիծը, դուք ունեք հարցեր զեկուցողին ուղղված։ Որոշումը պարզ է, նախագիծը պարզ էր ձեզ։ Շատ լավ, ելույթներ, առաջարկություններ։ Ըստեյության որոշման նախագիծը, որը ներկայացվել է ընտրական օրենսգրքի պահանջների կատարմանն է ուղղված, մենք նախկինում անալոգիայի կարգով նման որոշման նախագծեր արդեն իսկ ընդունել ենք եւ այս պարագայում փաստորեն մենք գործ ունենք նորից նույն
նույնաբնույթ իրավահարաբերության հետ, ինչպիսին նախորդ համապետական ընտրությունների ժամանակ ընտրական գրավի չվճարման առանցին դեպքերի հետ էր կապնված։ Ըստ էության որոշման նախագիծը ներկայացվեց, եթե ելույթներ, առաջարկություններ չկան, այդ դեպքում քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաքելություն կուսակցության կողմից Երևանի ավականու ընտրություններում ընտրական ցուցակ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին Հայաստանյան կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման նախագիծը։ Քվեարկություն կողմ 7 դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քանի որ լիազոր չներկա է, տեղեկացնեմ, որ նիստի ավարտից անմիջապես հետո որոշումը կստորագրվի, կտեղադրվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։ Որոշմամբ մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ ժամկետը փաստաթուղթը ուրեմն ներկայացնելու, լրացնելու սահմանված է մինչև 2013 թվականի մարտի 29 ժամը 14:00, որոշումը ուժի մեջ է մտնել նիստում հրապարակվելուց հետո համացանցային կայքում տեղադրելու պահից, որոշման բնօրինակին դուք կարող եք ուրեմն ծանոթանալ ինչպես կայքից, այնպես էլ նիստի ավարտից անմիջապես հետո որոշման նախագիծը արդեն որոշման տեսքով կստորագրվի եւ կտրամադրվի ձեզ, որովհետեւ այն արդեն ուրեմն ընդունվեց նիստի ժամանակ։ Միաժամանակ նշեմ, որ որոշման հետ համաձայն չլինելու դեպքում ունեք նաեւ այն բողոքարկելու իրավունք վարչական արդարադատության կարգով օրացուցային 3 օրվա ընթացքում։ Օրակարգի հաջորդ հարցը, ինչպես նշվեց, Գեղարքունիքի Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում 2013 թվականի մայիսի 5-ի եւ մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում օգտագործվելիք դրոշմակնիքի ձևին է վերաբերում, ու մենք նախկինում հաստատել էինք թիմ մարմինների ընտրությունների օրեր, դրանցից մեկը մայիսի 26-ն էր, նաեւ մայիսի 5-ին նախատեսվում է տեղական ինքնակառավարման ուրեմն մարմինների ընտրության անցկացում։ Այդ առումով նախապատրաստվել է որոշման նախագիծ, ըստ որի Գեղարքունիքի մարզի Դարանակ համայնքում 2013 թվականի մայիսի 5-ին, Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում, Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա եւ Արծվանիստ համայնքներում, Կոտայքի մարզի Նուրնուս եւ Նորհաճն համայնքներում, Լոռու մարզի Լեջան համայնքում, Շիրակ մարզի Ախուրիկ համայնքում 2013 թվականի մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար առաջարկվում է որպես դրոշմակնիքի ձև օգտագործել մեր նախկինում 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 58 որոշմամբ հավելվածով հաստատված ձևերից թիվ 6 համարի դրոշմակնիքի ձևը։ Այստեղ փաստորեն մեկ ընտրություն, որը արտահերթ ընտրություն է, ինչպես նշվեց, անցկացվելու է Գեղարքունիքի մարզի Դարանիկ համայնքում 2013 թվականի մայիսի 5-ին, մնացած բոլոր համայնքների ընտրությունները տեղի են ունենալու 2013 թվականի մայիսի 26-ին։ Սա է ըստ էության որոշման նախագիծը, եթե կան հարցեր կապված որոշման նախագծի հետ, սիրով կպատասխանեմ։ Հարցեր, ելույթներ, առաջարկություններ, ըստ էության հասկանալի է, որ ավելի շատ մեխանիկական ընտրությունների կազմակերպման, մեխանիկական խնդրի կարգավորմանն է ուղղված նշված որոշման ընդունումը։ Այդ դեպքում քվեարկության է դրվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի մարզերում 2013 թվականի մայիսի 5-ի եւ մայիսի 26-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին օգտագործվող դրոշմակնիքի ձևը ընտրելու մասին որոշման նախագիծը։ Քվեարկություն կողմ 7 դեմ չկա, որոշումն ընդունված է։ Սրանք էին օրակարգում ընդգրկված հարցերը, օրակարգը սպառվեց, բոլորին շնորհակալություն եմ հայտնում նիստին մասնակցելու համար, նիստը հայտարարում եմ ավարտված։